Վերադարձանք տաղավար, շարունակվում է առավոտ լուսոն եւ ինչպես խոստացել էինք հաղորդման առաջին հատվածում, սկզբում, ձեզ պատմելու ենք բոլորային մշակութային միջոցառումների իրադարձությունների մասին եւ ոչ միայն մշակութային, որոնք տեղի են ունենում, ու որոշել ենք հիմա պատմել մի սպորտային առաջնության մասին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Եղի-Պատրուժ գյուղի եւ Թեղենից լեռան հատվածում, որը 2151 մետր է, այդ օրը այդ լեռը դառնալու է Skyrunning կենտրոն, հյուրընկալելով Հայաստանի բաց առաջնությունը, քանի մետր բարձրության վրա, քանի կիլոմետր են վազելու եւ ինչ մրցանակներ են ստանալու, կիմանենք հենց հիմա։ Ներկայացնենք մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են եւ այսպես Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ եւ լեռնագնաց Սամվել Մանուկյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, ասենք մեր հեռուստադիտողներին, որ մինչ հարցազրույցը սկսելը մենք զրուցում ենք, փորձում ենք ել ավելի շատ մանրամասներ իմանալ թեմայի շուրջ, բայց ժամանակն է արդեն ձեզ ներկայացնել այս մանրամասները եւ թերևս սկսենք պատմելով թե ինչու եւ ինչպես եւ երբ որոշվեց ստեղծել այս ասոցիացիան։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն ասոցիացիան ստեղծվել է 1 տարի առաջ, հիմնականում լեռնային ուղեկցորդների, այսպես ասած, բիզնեսը փրկելու համար։ Ինչ եմ այսպես ասում, որովհետեւ աստիճանաբար մեր տարածաշրջանները մտնում այսպես ասած համաշխարհային լիցենզավորման մեջ, այսինքն մեր լեռնային ուղեկցումները, գործողությունները պետք է աստիճանաբար դառնան իրավաչափ։ Այդ իրավակարգավորումների հիմքի վրա ստեղծվել է ասոցիացիան, քանի որ օրինակ երբ որ մենք կազմակերպում ենք ներգնահարկածային տուրեր, հիմնական շուկան Եվրոպան է, ավելի հեշտ է տուր փաթեթները վաճառել, լեռնային տուր փաթեթները, շրջագայությունների փաթեթները վաճառել, երբ որ այն կոչվում է կոմբինացված, այսինքն տարածաշրջանային, ռեգիոնալ, Հայաստան, օրինակ Վրաստան, Հայաստան, Թուրքիա, որտեղ որ հնարավոր է։ Եվ այս կոմբինացված տուրերի ընթացքում մենք եթե չունենանք լիցենզավորված ուղեկցորդներ, մենք օրինակ հենց Վրաստանում կունենանք խնդիր, որտեղ այնտեղ պահանջում են միջազգային սերտիֆիկացում եւ իրենք արդեն համարվում են անդամ միջազգային ասոցիացիայի եւ մեր ասոցիացիայի հիմնական խնդիրներից մեկը, նպատակներից մեկը հենց անդամակցել լեռնային ուղեկցորդների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային, այսպես ասած, որը որ շատ տարիներ առաջ ստեղծվել է Եվրոպայում եւ կարծեմ մինչեւ 30 պետություն արդեն անդամակցում են։ Մեր հիմնական նպատակը այդ ասոցիացիային անդամակցելն է եւ Հայաստանում ունենալ ինչու՞ չէ մի քանի միջազգային սերտիֆիկացված լեռնային ուղեկցորդներ։ Իրականում այդ ճանապարհը շատ բարդ է կրթության հետ կապված, որովհետեւ կոնկրետ օրինակ Վրաստանում հնարավոր չի, որ վրացական ասոցիացիան կազմակերպի օտարերկրացիների համար։ Այս պահին մեզ ամենա ոնց որ հարմարը եւ հնարավորը դա Կիրգիզիան է կազմակերպում, այսինքն եթե մենք ուզում ենք դառնանք լեռնային ուղեկցորդ սերտիֆիկացված, պետք է առնվազն մեկնենք Կիրգիզիա, 2 տարի սովորենք եւ 3-րդ տարում հանձնենք քննություն։ Այդ 3 տարվա դասընթացից հետո քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո նոր դառնում ես լեռնային ուղեկցորդ սերտիֆիկացված, ինչի պահանջարկը որ սկսում է աստիճանաբար պահանջված լինել մեր տարածաշրջանում։ Արդյոք երբ նշում ենք ասոցիացիան ունի իրավական, այս օրենսդրական կարգավորումների նպատակը, միայն նկատի ունենք, որ լեռնագնացները պետք է սերտիֆիկացված լինեն, որը կբացի շատ լայն հնարավորություններ։ Արդյոք միայն դա է մեր խնդիրը, թե նաև այլ օրենսդրական կարգավորումների խնդիր կա տվյալ դաշտում։ Ճիշտ ասած, ոչ թե լեռնագնացները պետք է ունենան, այլ լեռնային ուղեկցորդները։ Այո, այսինքն մեր հյուրերը պարտադիր չի որ ունենան սերտիֆիկատ, իրանք կարող են նաև գիտելիք էլ չունենալ, թե ինչպես պետք է լեռը բարձրանալ։ Բայց պրոֆեսիոնալ ուղեկցորդի է։ Այո, այսպես է, ուրեմն սկսենք նրանից, որ իրավակարգավորումների մասին է խոսքը, այսինքն լեռնային ուղեկցորդների ասոցիացիան յուրաքանչյուր երկրի պետք է ունենա իր կանոնադրությունը, այսինքն սա ծնվում է ուղեկցորդ հյուր փոխհարաբերություններից։ Օրինակ մեր հարևան երկրում, որ ինչպես նշեցի Վրաստանում, արդեն իրենք ավելի շուտ են գրանցվել, ավելի մի քանի քայլ մեծից առաջ են, իրենք արդեն այդ կարգավորումները ուղարկում են իրենց туриզմի նախարարություն, որպեսզի հաստատվի, այսինքն ով է լեռնային ուղեկցորդը, նա ինչպիսի ինչպիսի իրավահարաբերությունների մեջ պետք է լինի օրինակ հյուրի հետ, ինքը օրինակ
ծառա չի, հա, ասենք ինչպես շատ արևելյան երկրներում է, որ ամեն ինչ յուրը պահանջում է, ինքը պետք է անի։ Շատ հարցեր կան, որովհետև տեսեք, տարբերությունը լեռնային ուղեկցությունների կազմակերպման եւ ուղղակի մշակութային տուրերի կազմակերպման շատ մեծ է, որովհետև մշակութային տուրերի ժամանակ հյուրերը չեն բախվում այնպիսի մեծ ռիսկերի եւ վտանգների, ինչը որ բնության կողմից է առաջանալու, հա, իսկ երբ որ դու լեռներում ես, բնականաբար ծայրահեղ պայմաններ են, որտեղ որ այլ բաներ են ծնվում, որ այդ այլ բաներ ծնվելու ռիսկային իրավիճակներում պետք է լինեն որոշակի իրավակ արկավորումներ։ Այ մենք հիմա աշխատում ենք այդ նաև միջազգային փորձը ունենալով այդ իրավակարգավորումներ, թե ինչպես դա պրոյեկտենք հայկական իրականության մեջ։ Հա, ու դա ծավալուն աշխատանք է ունենալ մեր կանոնադրությունը, որը որ պետքա туриզմի կոմիտեի կողմից կամ որևէ գերաչության կողմից ինքը պետք է հաստատվի, եւ շարժվենք առաջ եւ միգուցե հենց հետագա, եթե նույնիսկ մենք չընդգրկվենք այդ սերտիֆիկացիայի չնայած ջանքեր ենք թափում այսպես ասած, բայց գոնե հետագա սերունդների համար արդեն մեծ գործ կլինի, որ մեր երկիրը միանա միջազգային ֆեդերացիային։ Սամվել, դուք բացի խորհրդի իհարկե անդամ լինելուց ասոցիացիայում մեր նոր ստեղծված նաև լեռնագնաց եք, հետաքրքիր է առհասարակ ինչպես եք ընտրել այս ուղին, ինչպես է լեռնագնացությունը դարձել ձեր կյանքը եւ հայտնվել ձեր կյանքում։ Պատահական ստացվեց ճիշտն ասած, իմ ընկերների հետ սկսեցի արշավել մի քանի տարի առաջ, սովորական արշավներ, թեթև արշավներ, հետո ոնց որ լինում է, հասկացա որ քիչ է, պետքա բարդացնել, պետքա բարձրացնել, մի քանի ֆիլմեր նայեցի լեռնագնացության թեմայով ու շատ հետաքրքրեց ու այդպես չվախեցաք, ավելի ոգևորեցիք։ Չէ, ավելի ոգևորեց հենց այդ վտանգները, այդ մի խոսքով այդ ամեն ինչը տեսնելուց ավելի մեծացավ ցանկությունը դեպի բարդը գնալու ու այդպես արագացից սկսեցի, չնայած հիմա ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս ամենաբարձրից սկսել, այսպես ասած, պետք է աստիճանաբար անել դա, այսպես։ Եվ սկսվեց ամեն ինչ։ Եվ սկսվեց ամեն ինչ, այո, հիմա ամբողջությամբ, ասենց ասած, այս թեմայի մեջ եմ լեռնային ուղեկցող եմ, ակտիվ լեռներում եմ ամբողջ տարի։ Հիանալի է։ Կանք օրվան, հոկտեմբերի 18, ինչ է սպասվում բոլոր այն մարդկանց, որոնք արդեն հասցրել են գրանցվել եւ մի փոքր էլ պատմենք ինչ է լինելու, որովհետեւ գուցե շատերի համար այդ օրը լինի ճակատագրական, ինչպես ձեր դեպքում էր։ Շատ հետաքրքիր մրցավազք է սպասվում, ինչպես արդեն նշվեց, հոկտեմբերի 18-ին Եղի Պատրուժ գյուղում, Ապարան համայնքի Եղի Պատրուժ գյուղում Հայաստանի Skyrunning-ի բաց առաջնություն է կազմակերպվում, Skyrunning, ինչպես անունը հուշում է, լեռնային վազք, ունենք շատ հետաքրքիր, լավ մշակված երթուղի, մոտ 5 կիլոմետր է երկարությունը, բայց այստեղ հետաքրքիր է իհարկե հարաբերական բարձրությունն է, որը պետք է հաղթահարել, այսինքն 5 կիլոմետրի երկայնքով 800 մետր պետք է բարձրանալ, դա նշանակում է ստարտի կետը 2050 մետրի վրա է, իսկ ֆինիշը գագաթին 2850 մետրի վրա։ Դա սովորական վազք չէ, էլի, երբ արդեն թեքությունների ես հանդիպում բավականին բարդանում է, ու դրանում է հիմնական հետաքրքրությունը, այնպես որ հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին շատ ուժերը փորձել։ Հետաքրքիր է ինչու է ընտրվել հենց Թեղենից լեռը։ Մենք ունեինք խնդիր գտնել երթուղի, որտեղ մաքսիմալ կարճ տարածության վրա կապահովենք այդ հարաբերական մաքսիմալ բարձրություն, առհասարակ աշխարհում կա ուղղահայաց կիլոմետր հասկացողություն, այսինքն այդ հարաբերական մետրաժը, որ 1000 եւ ավել լինի, մենք գտանք 800-ը դա բավարարում է միջազգային ստանդարտներին, 5 կիլոմետրի վրա 800 մետր հարաբերական, մոտիկա Երևանին հարմար է հասնելը, հետո նաև համայնքների մարզերի զարգացման հետ կապված նաև ընտրվեց Թեղենից։ Շատ կետեր հաշվի առնվելով ընտրվել է Թեղենիսը եւ երկար դադարից հետո Հայաստանում վերադարձել է այս առաջնությունը։
Ինչպես կարող են մարդիկ դիմել, արդյոք կան կետեր, որոնց պետք է համապատասխանել, դա կլինի մասնագիտական կամ առողջական որևէ խնդիրներ, որ պետք է բացառել, հետո նոր գալ վազելու լեռներում։ Իհարկե, մեր Facebook-յան եւ Instagram էջում արդեն այսպես ասված հողումը կա, որտեղ մարդիկ հիմա ամեն օր մտնում են, գրանցվում են, հա, եւ այնտեղ կա համաձայնություն, որ իրենք կարդում են, տեղեկանում են, ընդհանուր առաջնությանն են տեղեկանում, հետո ինչ առողջական պայմաններ են իրենք ինչպես պետք է դրան պատրաստ լինեն եւ կարծում եմ որ այսպիսի լեռնային վազքերի դեպքում պատահական մարդիկ չեն լինում արդեն իրենք առնվազն մի քանի անգամ դրա փորձը ունեցած են լինում դուք ճիշտ նշեցիք այո երկար դադարից հետո վերջինը կազմակերպվել է Հայաստանում 2013 թվականին մի քիչ ինձ գովեմ, ես այդ ժամանակ հաղթող էի։ Դա կազմակերպվել էր Արագած լեռան վրա եւ միջազգային էր, որովհետեւ հարևան երկրներից Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից նույնպես մասնակցում էին։ Ուրեմն հյուսիսային գագաթներ ընտրվել եւ հետադարձով էր, այսինքն հաղթում էր նա որ բարձրանում էր։ Ինչ հարցազրույցը դա է փորձում ճշտել։ Ես մի կարճ, այո, այսա շատ հետաքրքիր է, ես մի փոքր ներկայացնեմ, որովհետեւ այսպես էր, ուրեմն բավականին ուժեղ մարզիկներ են եկել Իրանից եւ Ռուսաստանից ու իրանք տեղյակ չէին, որ Արագած հյուսիսային գնալու համար նախ պետք է անցնել խառնարանը։ Իսկ խառնարանը հետ դարձի ճանապարհին շատ լեռնագնացների համար խնդիրներ է առաջացնում զուտ էներգիայի արդեն սպառման ժամանակ, երբ որ պետքա մի հատ էլ նորից հարաբերական այդ 300-400 մետր խառնարանից բարձրանալ։ Դե ես դա գիտեի, որովհետև հարյուրավոր անգամներ գնացել էի ու չնայած իրենց զգուշացրել էի, որ այդքան մի ձեզ սպանեք մինչև գագաթ հասնել, որովհետև դեռ պետք է վերադառնալ։ Իրականում ես դե հիշում եմ 5-րդն էի, որ ես հասա գագաթ, բայց առաջինը վերադարձա հետ, որովհետև հենց այդ խառնարանը օգնեց, որպեսզի ես այնտեղ պետքա վերականգնվել խառնարանում եւ ինքը բավականին երկար եւ շատ ծանր փորձություն է, որովհետև հետ գալը պետքա չլինի։ Այ մենք որ ինչպես Սամվելը նշեց, որ այդ 800 մետրը, հա, որ պետքա հաղթահարեն, իրականում ինքը պետքա սկսվի 2000 մետրից, այսինքն այդ ստանդարտներին պետք է համապատասխանի, հա, չես 1000 մետրից չենք սկսում, այսպես ասած պետքա 2000 մետրից սկսվի եւ մենք որոշակի հանգամանքներից ելնելով այս տարի թեղենիսում ենք կազմակերպում, բայց մյուս տարվանից սկսած այսա շատ կարևոր է որ ֆիքսել մյուս տարվանից սկսած սեպտեմբեր ամսին օրը արդեն շուտով կորոշենք արդեն լինելու է Արագած Sky Race մրցությունը Հայաստանում եւ ամեն տարի լինելու է բաց առաջնություն եւ ինքը նպատակ ունի դառնա փառատոն այսինքն քանի որ հիմա Արագածը արդեն գտնվում է մեր տուրիստական գերակա ուղղություններից մեկը եւ նաեւ պետությունն է այդպես հայտարարել եւ հիմա հոդվածները հրապարակվում եւ Արագածը ուզում են ավելի այսպես ասած պրոմոտ անել մենք էլ ոնց որ միանում ենք այդ կարգախոսին եւ այդ ուղղությանը եւ ուզում ենք որ Արագածը լեռնային փառատոնը որ բացակայում էր Հայաստանում, հա, որտեղ մարաթոնյան վազքեր ունենք, տրիատլոնը ունենք, Սևանի շուրջը հեծանիվ, վարչապետի գավաթ, հիմա մնացել էր մեկ էլ լեռնային վազքը, որը իրականում աշխարհում շատ հայտնի սպորտաձև է, ահավոր հայտնի սպորտաձև է ու ես մի անգամ Էլբրուսում եմ մասնակցել 25 երկիր մասնակցում էր եւ այնտեղ այնքան շատ են որ մեկ-մեկ տեսնում ենք չէ Եվրոպայում այնքան մարդ է վազում հոգնում ես մարդկանց այդ շարանը տեսնելով այ այդ նույնը Էլբրուսում էր եւ ինչու՞ չէ դա նաեւ Արագած այդ հնարավորություն ունի հյուրընկալելու եւ միգուցե երկու դիսցիպլինով կլինի եւ հարավային եւ հյուսիսային եւ բնականաբար մեկ ուղղությամբ հա այսինքն միայն դեպի վերելք իրականում հետ վազել է շատ ես հիշում եմ որ 6 ամիս ես տարապում էի ծնկների եւ որոշ ներքին օրգանների ցավերից որովհետեւ հետ գալը թվում է թե հեշտ է եւ դու սկսում ես իրոք շատ արագ վազել բայց դա նույնպես գտնվում ես էլի 4000 մետր այսինքն թվազնային քաղցը այրան արտադրությունը բնականաբար խնդիր դրա համար պետք է միայն բարձրանալ հա ոչ թե նաեւ հետ վազել հա ու հիմա թեղենիսում բնականաբար մեկ ուղղությամբ է լինելու եւ այո Մեզ թերևս մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ, վստահ լինելով, որ իհարկե ամենամյա կդառնա արդեն այս փառատոնը, մենք էլ վստահաբար արդեն առիթ կունենանք տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի ձեզ հյուրընկալել եւ տեսնել թե այլ ինչ նոր ձեռքբերումներ կան, ինչքան ավելի մեծամասշտաբ է դառնում այս միջոցառումը, ձեզ մաղթում ենք հաջողություն։ Մեր հեռուստադիտողներին էլ հերթական անգամ հորդորում ենք դեռ ժամանակ կա, կարող են գրանցվել, եթե իհարկե համապատասխանում են բոլոր պահանջներին եւ ինչու՞ չէ լինեն առաջինը, որոնք վերադարձող այս միջոցառման ընթացքում կունենան իրենց մասնակցությունը։ Եվ հաղթանակները շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։